Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունն ավարտվել է։ Մեղադրանքի ապացուցման դեպքում Ղուկասյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս ամենին զուգահեռ վերջինիս առողջական վիճակը օրորի վատթարանում է։ Այս մասին փաստաբաններն են ահազանգ հնչեցնում։ Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը բազմաթիվ աբսուրդային կետեր է տեսնում գործին առնչվող ընթացակարգի մեջ։ Ասում է, հակակոռուպցիոն կոմիտեն միայն նոյեմբերի 26-ին է իրենց տրամադրել գործին առնչվող նյութերը։ Ծանոթանալու համար տրվել է ընդամենը 2 օր ժամանակ, ինչն ակնհայտորեն բավարար չէ։ Նյութերին էլ դեռ չծանոթացած գործը օրենքի խախտմամբ ուղարկվել է դատարան։ Հաջորդ աբսուրդը հետևյալում է։ Մեղադրանքը նրանում է, որ Վարդան Ղուկասյանը իբր Հենրիկ Գասպարյանի եւ Սևակ Գոմսյանի հետ իրականացել է ինչ-որ հանցավոր գործողություն։ Բայց Սևակ Գոմսյանի ու Հենրիկ Գասպարյանի մասով ապացույցները բավարար չեն, որպեսզի գործը ուղարկեն դատարան։ Այդ պարագայում անհնար էր, որ ապացույցները բավարար լինեին Վարդան Ղուկասյանի մասով։ Հայրապետյանը պնդում է, որ նյութերի մեջ չկա գեթ մի խոսակցություն, որով Ղուկասյանը որևէ մեկից որևէ կաշառք պահանջած լինի։ Իսկ թե ինչպես է ստացվել, որ կաշառատուն ընդունել է իր մեղքը, բացատրում է։ Կաշառատուն ընդունել է իր մեղքը, ով երբևէ Վարդան Ղուկասյանին չի տեսել եւ Վարդան Ղուկասյանի հետ չի զրուցել։ Այդ նրբությանն է խնդրում եմ ուշադրություն դարձրեք, նախ որևէ մեկ կաշառք չի տվել, խոսքը իբր համաձայնության մասին է։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ զբաղված է Ղուկասյանի առողջական հարցերով։ Նա առավոտյան տեսանյութ է հրապարակել ԱԱԾ մեկուսարանի մոտից եւ տեղեկացրել, որ Ղուկասյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել։ Գիշերը մի կերպ է լուսացրել։ Այս պահի դրությամբ որևիցե բժիշկ նրան չի այցելել, չնայած նրան, որ դա անհրաժեշտ է եւ պարտադիր է։ Եվ նաև խցային պայմանները շարունակում են մնալ նույնը, այն խուցն է, որտեղ չկա օդափոխություն, չկան պայմաններ, այդ նույն խցում են նրան պահում։ Մեծ հետ զրույցում փաստաբանը ներկայացրեց, թե քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն ինչ կեղծ տեղեկություններ է ներկայացրել պատկան մարմիններին։ Կամո Մանուկյանը նշել է, որ շաքարային դիաբետը պարոն Ղուկասյանի թեթև տիպի է, բայց դա թեթև տիպ չէ, որովհետև բարձրանում է մինչև 20 եւ կարող է իջնել մինչև 2։ Կա էպիկրիզ, որը տրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կողմից, որտեղ կա ցուցում, որ նա պետք է անցկացվի կոնտրաստ կապեն, ստուգելու անիվրիզմայի չափերը։ Արդեն շուրջ 1 ամիս է անցել, դա չի ստուգվել։ Այսինքն ո՞նց է դուք բժշկական օգնություն ցուցաբերում մարդուն, եթե դուք դա չեք ստուգել։ Փաստաբանն ընդգծում է, որ տվյալ հիվանդությունը կառավարության կողմից ճանաչված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում է ներառված։ Գյումրին մի քանի ամիս ղեկավարած Ղուկասյանը մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար։ Նոյեմբերի 21-ին եւս մեկ քրեական վարույթ նախաձեռնվեց, այս անգամ խուլիգանության հատկանիշներով։ Պատճառը դատական նիստից հետո Վարդան Ղուկասյանի ոչ պատշաճ հայտարարություններ։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։